Այս տարի ես ևս որոշեցի պատրաստել կառայլոկի ճիր։ Գնել եմ 4 կիլոգրամ կառայլոկ։ Ասեմ, որ պատրաստման եղանակը ես ինքս էլ չգիտեմ, քանի որ պատրաստելու եմ առաջին անգամ, չգիտեմ ինչպես կստացվի ու արդյոք կստացվի թե ոչ, բայց ասեմ, որ իմացել եմ մորաքրոջիցս պատրաստման եղանակը ու ինքն իրենից ոչ մի դժվարություն չի տանում, պարզապես անհրաժեշտ է կառայլոկները մաքուր լվանալ, կեղևազրկել, կապել թելերից և կախել չոր, տաք և արևոտ տեղ, որտեղ կհասցնեն կառայլոկները չորանալ։ Մի քանի օր հետո պետք է անընդհատ ձեռքով իրան ձև տաս, որպեսզի ինքը թուլանա ու հասցնի չորանալ։ Ընդամենը դա է պատրաստման եղանակը։ Եթե ստացվի, անպայման վերջնական արդյունքը ցույց կտամ։ Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական վլոգը։ Ես Լիաննան եմ, 32 տարեկան ու 2 հրաշք աղջիկների մամա։ Դե ինձ սիրուններս, նախ ուզում եմ ավելի անկեղծ լինել ու ասել, որ այս վլոգը նախորդ վլոգի շարունակությունն է, որը դուք արդեն իսկ դիտել եք, իսկ հիմա ես նորից ննջարանում եմ փակված, ինչպես տեսնում եք այս անկյունում, որտեղ և ուզում եմ կիսվել իմ այս անգամվա գնումներով, մի փոքր խառը գնումներ եմ արել, որով էլ ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Ու քանի որ ես ու Նինուլիկս նոյեմբերի 15-ին 3 օրով գնալու ենք Սյունիքի մարզ, ավելի կոնկրետ Մեղրի քաղաք, որտեղ և կայանալու է սպորտային պարերի մրցույթ ու Նինուլիկս նույնպես մասնակցելու է, այդ առիթով ենք գնալու ու այդ առիթով էլ արել եմ այս գնումները, այսպես ասած։ Իրականում ուզում եմ ասեմ, որ Սյունիքի մարզում ընդհանրապես չեմ եղել ու շատ ուրախացա, երբ իմացա, որ այս անգամվա մրցույթը լինելու է այնտեղ, քանի որ այս անգամ ես իմ առաջ նպատակ էի դրել, որ անպայման այցելելու եմ Սյունիքի մարզ, բայց այդպես էլ չկարողացա, ինչ-ինչ պատճառներից ելնելով չկարողացա գնալ Սյունիքի մարզ, հատկապես շատ էի ուզում գնալ Տաթևի վանք, բայց չկարողացա այս անգամ։ Ու քանի որ իմացանք, որ լինելու է Մեղրիում մրցույթը, ահա որ շատ եմ ուրախացել ու այսպես ոգևորված գնումներ ենք արել։ Դե իհարկե մրցույթի համար ևս շատ ուրախ եմ, որ մասնակցելու է իմ աղջիկը, իսկ Նինուլիկը ահա որ ոգևորված է։ Մի խոսքով, եկեք միասին կիսվեմ իմ գնումներով, վերցրել եմ Garnier-ի մազերի համար նախատեսված կրեմ, որը պաշտպանում է մազերը, խոնավ մազերին կքսում ենք այս կրեմը և ֆենում ինքը ահա որ շատ ուժեղ փայլ է հաղորդում և իհարկե պաշտպանում է։ Վերցրել եմ միցիլյարկա, այսպիսի փոքր տարա եմ վերցրել, որպեսզի իմ հետ վերցնեմ, վերցրել եմ Մալիզիա ապրանքանիշի դեզոդորանտը ու վերցրել եմ բալզամ և շամպունь, այսպես։ Դե իսկ հիմա անցնենք այս տոպրակին։ Նախ Նինուլիկիս համար վերցրել եմ այսպիսի հողաթափեր, կարծում եմ, որ շատ սիրուն են ու տաքուկ բավականին։ Ինձ համար վերցրել եմ
Գիշերազգեստ, սա տաբատն է, երկարաթև, աշնանային գիշերազգեստ է, սա էլ իր բլուզը, այսպես, շատ փափուկ, հարմարավետ գիշերազգեստ է, հետո վերցրել եմ, այստեղ չեմ վերցրել, այստեղ Անգելինայից համար, Անգելինայի ծնունդի հետ կապված վերցրել եմ այսպիսի տոպրակներ, որպեսզի մանկապարտեզը հյուրասիրություն ենք անելու, դրա համար եմ վերցրել երեխեքին, այստեղ սայլիտ եմ վերցրել, մոմ, անցեռոցիկներ, սա մեր հետ ենք վերցնելու, պայուսակի մեջ դնելու այսպիսի փուչիկներ, տոնային, մի րոպե, հիմա ցույց կտամ գծաներ ևս վերցրել եմ, ես օգտագործում եմ Ֆլորմարի տոնային կրեմը, որը շատ լավն է, հենց հիմա իմ դեմքին դա է քսած, իմ արդեն վերջացել էր, դրա համար վերցրել եմ սա ու գծաներ եմ վերցրել աչքերի համար, ասեցին, որ շատ լավն է, այս ֆիրմայինը դեռ չեմ քսել, բայց ինքը բարակ կիստճկայով կարծում եմ, որ լավը կլինի։ Սա այդպես, Նինելիկից համար վերցրել եմ երկու նմանատիպ նասոկներ, սա մրցույթի համար եմ վերցրել, պարտադիր պետք է հագնեն սպիտակ, առանց որևէ պրինտի, առանց բանտերի, այսպիսի սովորական նասկիներ են հարկավոր և ամեն դեպքում վերցրել եմ նաև զուգակուրպա, որովհետև դեռ չգիտենք երեխեքը հագնելու են, թե ոչ։ Ես վերցրել եմ, որ իմ հետ տանենք, եթե հագնեն, եթե ոչ, ապա ոչ։ Ու վերջ, այսպիսի գնումներ եմ արել, իսկ նաև մի քանի գնումներ ունեմ անելու արդեն սննդային ճանապարհի համար, դա արդեն կանեմ վաղը երևի, որպեսզի թարմ լինի, ամեն ինչ։ Դե ինչ, այսպիսին էին մեր գնումները այս անգամվա, իսկ ես հիմա ուզում եմ արագ վազել խոհանոց, որովհետև հյուրեր ենք ունենալու, գնամ Ցեզարս աղցան պատրաստեմ, որովհետև ուր որ այ մեր հյուրերը կհասնեն, չգիտեմ ինչքանով կկարողանամ ցույց տալ, թե ոչ, չեմ խոստանում, որովհետև արդեն հասել են ու մի քանի րոպեից կարելի ասել տանը կլինեն, այնպես որ ես արագ էստեղ հավաքեմ ու գնամ խոհանոց։ Դե իսկ ընթացքում ձեր հետ ևս կապ կհաստատեմ։ Վաղը չկա, վաղն էլ ենք մնան։ Սիրուններս, ես հրապարակում եմ, ինչպես տեսնում եք։ Սա ամենափրկիչ եկեղեցին է։ Իսկ այն հատվածում 7 վերք եկեղեցին է։ Իրականում հրապարակում մի քանի գործ ունեի, մի քանի բան պետք է գնեի մեր մեկնելու հետ կապված, դրա համար իջել էի հրապարակ ու քանի որ ես հենց հիմա գտնվում եմ հրապարակում, որը շատ մոտ է Գյումրու շուկային, ես չեմ ուզում հետևորդուհուս խնդրանքան տեսել, քանի որ ինքը նախորդ վլոգում ինձ խնդրել էր, որ ես ցույց տայի մեր շուկան ու ծանոթացնեի նաև գների հետ։ Հիմա ուզում եմ գնալ դեպի շուկա եմ ուզում գնալ, որպեսզի ցույց տամ, թե ինչպիսին է շուկան ու հնարավորինս չափով կծանոթացնեմ նաև այստեղի գներին։ Իսկ մինչև այդ ուզում եմ ցույց տամ նաև անեկդոտների պատը,
այսպես լիքը անեկդոտներ են ներառված այստեղ, որը վերաբերվում է Գյումրվա հումորին։ Կարծում եմ շատ հետաքրքիր մտահղացում է, չգիտեմ իրականում այս մտահղացման հեղինակը ով է, բայց շատ լավ բան է մտածել, այսպես անեկդոտների պատ է ստեղծել։ Իրականում ուզում եմ ասել, որ դեռևս ահավոր ամաչում ու կոմպլեքսավորվում եմ հասարակական վայրերում նկարելուց ու խոսելուց, մարտաշատ վայրերում խուսափում եմ նկարահանումներ անելուց, երևի դուք դա նկատած կլինեք, բայց հույս ունեմ, որ այդ բարդույթը ու կոմպլեքսը իմ մոտից կանցնի ու ես կկարողանամ շատ հեշտ առանց կոմպլեքսների նկարահանումներ անել նաև մարտաշատ վայրերում ու վստահ եմ, որ այդ հարցում դուք ինձ կօգնեք ձեր մեկնաբանություններ գրելով, ձեր աջակցության խոսքերով եւ ձեր բաժանորդագրվելով։ Այդ ամեն ինչը ինձ ոգևորում է, որ ավելի շատ վիդեոներ նկարեմ ու ներկայացնեմ իմ կյանքը։ Դե ինչ, անցնենք շուկային։ Եվ Գյումրու շուկան կարծում եմ, որ չի տարբերվում մյուս քաղաքների շուկաներից, որտեղ վաճառում են ամեն ինչ, այն ինչը կարող է անցնել մեր մտքով, այստեղ վաճառում են թե կոշիկներ, թե համեմունքներ, թե սուրճ, թե չրերի մեծ տեսականի ամեն ինչ, կենցաղային իրեր, նվերներ, պայուսակներ ու այս շարքը կարող եմ անվերջ թվարկել։ Իսկ ինչ մնում է գնային առումով, իրականում ուզում եմ ասել, որ Գյումրու շուկան չի տարբերվում, մեծ առումով տարբերություն չկա շուկայի, սուպերմարկետների մեջ, որովհետև գրեթե նույն գնային սանդղակի մեջ են, թե միրգ, թե բանջարեղեն եւ թե կենցաղային մյուս իրերը, չգիտեմ, ասենք կանաչին կարող է լինել 150-ից մինչև 250-300 դրամ, նույնը շուկայում է, ընդեղենը նույնպես 5-4-6 հազար դրամի սանդղակում է տատանվում, միրգ բանջարեղենը 6-700, չգիտեմ, այստեղ ինչպես տեսնում եք պահածոներ են վաճառում, կորուպաներ են վաճառում, ամեն ինչ, այն ինչը որ կարող է անցնել մարդկանց մտքով, բերում ու վաճառում են։ Ու իրականում ես էլ շատ վաղուց շուկայից գնումներ չեմ անում, նախ նրա համար, որ մեր տունը բավականին հեռու է շուկայից եւ հետո սուպերմարկետներից գնումներ անելը էլ ավելի հարմար է ու ինչպես արդեն ասեցի, գնային ոչ մի տարբերություն չկա։ Կարծում եմ այսքանով բավարարեցի հետևորդուհուս խնդրանքը ու հնարավորինս մանրամասնորեն նկարել եմ շուկայում ինչ եմ վաճառում ու ինչ տեսք ունի մեր շուկան։ Իսկ ես անհամբեր կսպասեմ ձեր մեկնաբանությանը, արդյոք ձեզ դուր եկավ այս հոլովակը ու ինչքանով կարողացա բավարարել ձեր ցանկությունը։ Ու նաև հետաքրքիր է, թե դուք որ քաղաքում եք բնակվում, ինձ որտեղից եք հետևում ու արդյոք ձեր քաղաքի շուկան էլ է կամ թեկուզ եւ գյուղի նույն գնային սանդղակում, թե ոչ։ Ու շուկան իմ համար մանկության մի մասնիկ է, որը մնացել է դեռ իր տեղում։ Ես հիշում եմ, երբ ես փոքր էի ու ծնողներիս հետ գալիս էինք այստեղից գնումներ անելու, շուկան միակ վայրն էր, որտեղից կարող էիր գնել ամեն ինչ։ Այն ժամանակ չկային խանութներ, չկային հարմարավետ ու մեծ սուպերմարկետներ, չգիտեմ, ուղղակի մանկության փոքր հուշ է։ Սիրուններս, արդեն բավականին ուշ է, մենք մի քիչ առաջ ենք տուն եկել, բարի փորձերի էինք վերջնական, մրցույթի հետ կապված, հիմա տանն ենք, եկել եմ սենյակ, որպեսզի մեր իրերը դասավորեմ ու ուզեցա միասին դասավորենք, այստեղ մեր համար վերցրել եմ հողաթափեր, նինուլիկիս բարի կոշիկներն են, այստեղ իմ
փոխնորդներն են, իմ համար վերցրել եմ բլուզ, շալվար, գիշերազգեստ, անձեռոցիկներ, այստեղ խնամքիս պարագաներն են, դիմահարդարմանս պարագաներն են, նինուլիկիս մազերը հարդարելու համար են, օծանելիք, շտատիվ, այստեղ զուկակուլպա, նասկիներ, նինայիս գիշերազգեստը և էլի իրան համար փոխնորդ, իսկ այստեղ իր մրցույթի զգեստն է, որը չեմ ուզում մանրամասն տեսնեք, միայն կարող եմ ասել, որ այսպիսի գույնի է, իսկ վերջնական կտեսնեք մրցույթի օրը, երբ պատրաստ կլինի ու հագած կլինի, իսկ այս ամբողջ իրերը պետք է տեղավորեմ այս պայուսակի մեջ ու ես մեծ հույս ունեմ, որ ինքը այս պայուսակի մեջ կտեղավորվի, որովհետև նախ հիմա ուրիշ պայուսակ չկա, որ կարող եմ վերցնել ու ես չեմ էլ ուզում երկու պայուսակ անել, այնպես որ պետք է տեղավորենք այս պայուսակի մեջ, հույսով եմ, որ կստացվի, այդպես տեղավորեմ ու նորից կմիանամ, այո, ես դա արեցի, ամբողջը տեղավորել եմ, այստեղ միայն ավելացրել եմ մեկ սրբիչ, ամեն դեպքում վերցնում եմ իմ հետ, մնում է ցեպը բարեհաջող փակենք այս ամեն ինչը ու վերջ, կարծում եմ, որ շատ լավ է, այդպես սիրուններս, վերջ սիրուններս, պայուսակս դասավորեցի, վերջացրեցի, հիմա պետք է գնամ նինուլիկիս լողացնեմ, որովհետև արդեն բավականին ուշ է, իրան լողացնեմ, ինքը պարկի մի փոքր հանգստանա, որից հետո ես պետք է ուտելիքի պայուսակը դասավորեմ, քանի որ 10 ժամից ավել ճանապարհ ենք գնալու ու քանի որ մեր մեքենան բավականին մեծ ավտոբուս է ու ինքը ամենտեղ չի կարող կանգնել, ես չգիտեմ մենք որտեղ ինչ կանգառներ կունենանք, ամեն դեպքում պետք է մեր հետ սնունդ ունենանք, այդ պայուսակներ կդասավորեմ, հորևս, որ սոված չեղնինք, դրանից հետո ես կլողանամ, կպատրաստվեմ ու գիշերը 3-ին տանից դուրս կգանք, ճանապարհ կգնենք, դե ինչ այսքանով ուզում եմ այս վլոգը ավարտին հասցնել, շնորհակալ եմ, որ այն դիտեցիք մինչև վերջ, շարունակեք բաժանորդագրվել, տարածել ալիքը, ակտիվ պահել, որովհետև ավելի հետաքրքիր ու հավես վլոգներ են ձեզ սպասվում։ Սիրուններս, այս էլ իմ գեղեցկուհին է, ինքը մեր հետ չի գալու, չէ անգել, չես գալու, չէ մամայի հետ, տատիկի մոտ է մնալու իմ աղջիկը, շատ խելոք է մնալու, չէ օրևս, ջոն, մաման քեզի շատ կկորոտնա, իմ սիրուն, իմ հրոջք, իմ օրև, այդպես պակայրա մեր հետևորդներին, որ գնանք քնենք, չէ կյանքս, ջոն, Ասհանի դիդի կանիս, հա, քնենք մի քիչ հանգստանանք, որ գնանք, Եբ, գիշերը, Համի, չէ, մի քիչ ավելի ուշ, Հաչի մամուշկա, արբա չգնեմ, Մամնա